Նիկելի փոշին լաբորատորիայում անկանոն շարժումներ է անում մագնիսից ձգվելով, պարզվում է հենց մագնիսականության ուժն է աշխատեցնում էլեկտրամոբիլներին, հողմային տուրբիններին, էներգիայի կուտակիչներին ու փոխակերպիչներին։ Դրանց պահանջարկի կտրուկ աճի հետ աշխարհը մագնիսներում օգտագործվող հազվագյուտ հազվահողային թանկարժեք տարրերի այլընտրանք է փնտրում։ Գլոբալ այդ խնդրի լուծմանը միացել են նաև Հայաստանի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողները։ Փորձում ենք գտնել նոր մագնիսական նյութեր, որոնք կատարողականությամբ չեն զիջի, բայց կամ չեն լավագույն դեպքում չեն պարունակի հազվահողային տարրեր կամ գոնե քիչ կպարունակեն, քան եղածները։ Հաջողելու պարագայում մենք կարողանալու ենք կրկնակի նվազեցնել ծախսերը նյութի արտադրության process-ում եւ առնվազն կրկնակի նվազեցնել արտանետվող ածխաթթու գազի քանակը, ինչը խիստ կարևոր խնդիրներից է նաեւ էկոլոգիական տեսանկյունից։ Նյութի մեխանիկական հատկությունները կատարելագործելու առումով էլ պետք է փխրունությունը բարելավեն։ Մարտահրավերը լուծել կփորձեն բարձր ջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի եղանակով, ասում է հայկական աշխատանքային խմբի ղեկավարը։ Եթե նեոդիմումի հիման վրա մագնիսները նույնիսկ տեղ ունենք որոշ չափով նվազեցնելու մագնիսականությունը, ապա W տեսակի հեքսաֆերրիտների դեպքում մենք խնդիր ունենք մեծացնելու մագնիսականությունը։ Եվ լուծման ճանապարհին մենք օգտագործում ենք տարբեր էլեմենտներ, որոնք արդեն փորձարկել ենք, այդ թվում բարձրաենտրոպիական համաձուլվածքների ստացման գաղափարը, որը մեր թիմի կողմից մի քանի տարի արդեն հաջողությամբ մշակվել է։ Իդեպ քիմիական ֆիզիկայի մեր ինստիտուտը առաջիններից է, որ այրման հաստատուն ճնշման ռեակտորում մեկ փուլով բարձր էնտրոպիական նյութեր է ստացել։ Աշխատանքների ավարտին դեռ 2.5 տարի կա, բայց ընթացիկ փորձարկումների արդյունքը գնահատելու համար Մարիետան ցույց է տալիս ժամանակակից մագնետոմետր են ձեռք բերել։ Մենք ունենք տարբերակներ, սինթեզած, հաշվարկած հետո սինթեզած, որոնք փորձարկումների փուլում են այս պահին, վերջնական արդյունքները իհարկե դեռևս չկան, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այնինչ հնարավոր չի լինի փորձել ստանալ գիտական մեր ինստիտուտում կգնան արտասահմանյան լաբորատորիա անելու կամ շարունակությունը կհանձնեն օտարերկրագործընկերներին ծրագիրը միջազգային է։ Պրոյեկտի նպատակը շատ մեծ է եւ մեկ կողմով իրականացնելը բավականին բարդ կլիներ։ 14 եվրոպական կազմակերպություններ, դրանք կլինեն ինստիտուտներ, գիտական կենտրոններ, համալսարաններ, արտադրական կազմակերպություններ, իրենք մասնակցում են այս գործընթացին։ Մենք այդ 14 կազմակերպություններից մեկն ենք, տարածաշրջանում միակն ենք։ Կովկասյան տարածաշրջանում այլ մասնակից չկա, մնացած բոլորը եվրոպական կազմակերպություններ են, Իտալիայից, Իսպանիայից, Դանիայից։ Ընդհանուր նախագիծը հապավումով քիմիային ոչ բնորոշ Բեթհովեն անունն ունի։ Ֆինանսավորվում է Եվրամիության գիտական նորարարությունների ամենախոշոր Հորիզոն Եվրոպա ծրագրից ընդգրկված է հետազոտություն եւ նորարարություն կլաստերի թվայնացում, արդյունաբերություն եւ տիեզերք բաժնում պարզաբանում է ազգային համակարգողը։ Կոնկրետ Բեթհովեն նախագիծը ուրեմն ամբողջ բյուջեն նախագծի 7 միլիոն եվրո է 4 տարվա կտրվածքով եւ տարբեր գիտական կազմակերպություններ ստանում են տարբեր քանակի գումար, մասնավորապես մեր ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքների համար բյուջեն 250,000 եվրո է։ Նոր մագնիսներ ստեղծելու այս ծրագրով Հայաստանը փաստացի աշխարհին ներկայանում է ոչ թե լաբորատոր մեկնարկային փուլի, այլ գիտական բարձր մակարդակ ու լուրջ կարողություն ունեցող երկիր, շեշտում է Սոֆիա Այդինյանը։ Նախագիծը սկսել ենք տեխնոլոգիական պատրաստվածության 3-րդ մակարդակից եւ հազվագյուտ տարերի մինչև 80% փոխարինման պարագայում նախատեսում ենք հասցնել տեխնոլոգիական պատրաստվածության 5-րդ մակարդակ, իսկ արդեն W տեսակի հեքսաֆերրիտների պարագայում մինչև 6-րդ մակարդակ։ Գիտական հաշվարկով սա նշանակում է սինթեզված նյութը 3 տարուց վերջնական արդյունք արտադրանքի տեսքով արդեն կմտնի տնտեսություն։ Հերմինե Բաղդասարյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։